Արդյոք կիսատ կրկնություններ անելը նույնքան էֆեկտիվ է մկանային աճի համար, որքան լրիվ կրկնություններ անելը։ Որոշ մարդիկ միանգամից կասեն կիսատ կրկնություն անելը էդի գլուխ պահել է ու պետք է միշտ բոլոր վարժությունները անել լրիվ range of motion-ով մաքսիմալ մկանային աճի համար, բայց ըստ այդքան էլ տենց չի։ Մկանի բջիջի մակարդակի վրա իր կծկումը տեղի ունենում, երբ որ մայոսինի գլխիկները քաշում են էկտինը։ Այս քաշելու արդյունքում առաջանում է mechanical tension, որը մկանային աճի երկու հանգամանքներից մեկն է։ Տարբեր մկաններ ունեն տարբեր length tension relationship։ Այսի մկանի կծկման ուժը առաջացնելու ունակությունն է, որը կախված է մկանի ավելի երկարացված կամ ավելի կծկված դիրքից։ Եթե մկանը շատ երկարացված դիրքում է, լինելու են համեմատաբար քիչ մայոսինի գլխիկներ, որոնք որ կկարողանան քաշել էկտինը։ Այս նույն բանը վերաբերվում է, երբ որ մկանը շատ կրճատված դիրքում է։ Այսի կոչվում է active insufficiency։ Այսինքն ամեն մկան ունի իր ամենաօպտիմալ երկարությունը, որի վրա ինքը կարող է առաջացնի մաքսիմալ քանակի actin-myosin cross bridge-եր։ Ինչքան շատ actin-myosin cross bridge-եր, այդքան շատ mechanical tension ու այդքան շատ մկանային աճի ստիմուլ։ Այսինքն մաքսիմալ մկանային աճի համար մենք պետք է ամեն մկան մարզենք իր այս ամենաօպտիմալ երկարության վրա։ Այս օպտիմալ երկարությունը կարող է տարբեր լինի տարբեր մկանների համար։ Օրինակի համար hamstring-ների համար մենք գիտենք, որ իրանք շատ ավելի ուժեղ են ավելի ձգված դիրքում, քան կծկված։ Ինչի համար ուղիղ ծնկով ծիագաները շատ լավ վարժություն են իրանց մարզելու համար։ Բայց հիմա եկեք նայենք բակավիկներին, որոնք շատ ավելի քիչ ակտիվ են ավելի ձգված դիրքում։ Մենք գիտենք, որ shoulder extension-ի մեջ մոտավոր 70-ից 90 աստիճան ուսի անկյունից ավել սկսելու են աշխատել ավելի շատ դոշի ներքևի մկանաթելերը, քան բակավիկները։ Դրա համար օրինակ, եթե հետևյալ վարժությունը ուզում եք անեք ավելի շատ բակավիկները թիրախավորելու համար, կարա իմաստալից լինի անել կիսատ կրկնություններ հետևյալ ձևով։ Բայց չի կարա իմաստալից լինի անել sense կիսատ կրկնություններ, որովհետև ստեղ ավելի շատ աշխատելու են դոշի ներքևի մկանները։ Ինչպես տեսնում եք, կան բազմաթիվ նյուանսներ, ու ես նույնիսկ stress mediated hypertrophy-ն ու relative leverage-ները չքննարկեցի։ Դրա համար եթե կարճ եզրափակեմ, ամեն մկան պարտադիր չի պարապացնել իր ամբողջ range of motion-ում մաքսիմալ մկանային աճի համար, բայց պարտադիր է պարապացնել գոնե այն range of motion-ում, որտեղ ինքը ամենաուժեղն է։ Ու գումարած դրան որոշ մկաների համար կարա օգուտ բերի պարապացնել դրանք ավելի երկար դիրքում, նույնիսկ եթե իրանք այնտեղ ամենալավ mechanical leverage-ը չունեն։